Գեղեցկությունը ինքը մի քիչ sense անհասկանալի բառ է ինձ համար։ Օրինակ ասում եմ, վայ ինչ սիրուն է ինքը, ասում եմ, բայց բանա վիրահատվել է։ Իմ համար գեղեցկությունը միայն տեսքի մասին չի։ Տիկնիկա նման է տեսքը չեմ սիրում։ Երբևէ չեմ ասի, չգիտեմ, տղեղա ջերկան կամ գեշա։ Գեղեցիկ օրինակ համարում եմ այն մարդկանց, ովքեր խարիզմատիկ են։ Ես մարդուն միայն արտաքնապես չեմ ընդունում։ Ոնց ուզում եք ձեզ սիրեք, կարող է սիրեք։ Սիրուն է։ Ինչպիսի տղա։ Ողջույն Monk 3 YouTube-յան ալիքի հետևորդներ։ Ողջույն։ Դուք հիմա ձեր էկրաններին տեսնում եք AIDS-ը Կամ Օտադոյա։ կամ AIDS-ը վիդեո ոդքասթը։ Մենք այսօր խոսելու ենք մի թեմայից, որը շատ սերտ կապ ունի համ իմ, համ Ջելկայի մանավանդ մեր այսօրվա հյուրի հետ։ Այո, այսօր խոսելու ենք մերօրյա գեղեցկության ստանդարտների մասին։ Ես գեղեցիկ համարում եմ։ Դու համարում ես քեզ գեղեցիկ։ Այո, համարում եմ։ Իսկ դու համարում ես քեզ գեղեցիկ։ Այո։ Այսօրը մեր հյուրն է Մերին։ Դերասանուհի, գեղեցկուհի, երգչուհի եւ սենց կարամ շարունակեմ այս ուհիները, բայց այսքանով սահմանափակվենք։ Քեզ համար ամենասիրուն մարդը ով է կասես։ Մամաս։ Ես այդպես էլ գիտեի։ Բերք ասես ինչ չափանիշների ես ուշադրություն դարձնում, երբ մարդուն օրինակ անվանում ես գեղեցիկ։ Ինչն է քեզ համար ակնառու։ Ուրեմն դե մարդուն գեղեցիկ իրականում շատ տարբեր կրիտերիաներով են որոշում, որովհետև ինչ որ աղջիկ կարող է քայլի աչքերի համար ասեն, որ գեղեցիկ է, ինչ որ մեկը ինձ հետ շփվի, իր խոսքից ասեմ, որ ինքը գեղեցիկ է ինձ համար։ Դրա համար այդ հարցին այդպես հստակ ինչ որ կանոններ չկան, որ սա էսպես է, այդ դեպքում գեղեցիկ է ինձ համար, բայց իրականում մենակ կարող եմ ասել են, որ մեկ-մեկ sense շատ սիրուն թե տղաների, թե աղջիկների եմ տեսնում։ Sense շատ սիրուն են հերվից իրանք թվում, հետո որ իրենց հետո որ մոտենում են ու երկու բառ խոսում ես իրենց հետ, իրանք sense արդեն չեմ ընկալում իրենց որպես գեղեցիկ մարդ, ուզում եմ հարցնեի դուք ունեցել եք տենց օրինակներ ձեր կյանքում, շատ եմ ունեցել, բայց ավելի շատ դա եղել է պատահական սկզբունքով, ասեմ ինչի, որովհետև երբ որ ինչ-որ մեկին գիտես, իդեպ ընդհանրապես կապ չունի մարդը մեդիա դեմքա, թե պարզապես հանդիպման ընթացքում է, իր մասին ոչ միտումնավոր արդեն կարծիք ձևավորում է, չէ՞, օրինակ հիմա հանդիպելու եմ Բորիսին, գիտեմ Բորիսը ինչպիսին է, երբ որ ես սկսում եմ շփվել, իմ մոտ առաջին այդ տպավորությունը, չգիտեմ ինչից է, սկսում եմ ուշադրություն դարձնել խոսքին, միգուցե որովհետև անընդհատ խոսքի հետ գործ ունեմ ու ինձ համար գեղեցիկ այն մարդը, ով կարողանում է մտքեր գեղեցիկ արտահայտել, բայց դա միշտ չի եղել ու ուզում եմ անկեղծ ասել, որ դա ինձ խանգարում է, որովհետև կան մարդիկ, որոնք գեղեցիկ չեն խոսում, բայց իրենք գեղեցիկ են ու ես երբ որ սկսում եմ ուշադրություն դարձնել իրենց, մի տեսակ մոտը սխալ տպավորություն է ստեղծվում։ Ինձ թվում է չկա նման մարդ, ում համար դա կարևոր չի։ Եթե անգամ չենք մտածել այդ ուղղությամբ, որ գեղեցիկ խոսքը կարևոր է, մեկ է, երբ որ քո դիմաց նստած է, օրինակ X աղջիկը կամ տղան ու ինքը սկսում է խոսելու չի կարողանում առաջին բառից մինչև վերջին բառը նորմալ շարադրել իր նախադասությունը, արդեն դու այդ ես էլ եմ այդպես, գուցե սխալ է, բայց ես էլ արդեն այդ մարդուն sense ուրիշ ձև եմ նայում, իրան արդեն գեղեցիկ չեմ տեսնում։ Մեր իսկ մի բան էլ եմ ուզում հարցնել, պատկաստնենք մեկին, որը մյուսների համար գեղեցիկ չէ, բայց դու կարող ես շփվել ու իր մեջ գտնել ինչ-որ մի բան։ Այդ դեպքում մյուսների արձագանքը քեզ համար կարևոր դեր ունի, թե եթե քեզ համար գեղեցիկ է, քեզ համար մեկ ինչ։ Եթե ինձ համար գեղեցիկ է, ինձ համար գեղեցիկ է, ես լիքը մարդկանց համարում եմ գեղեցիկ, որոնց գեղեցիկ չի համարում իմ մաման, իմ ընկերները ու նույնձև իրանք ինչ որ մարդկանց են հավանում, ասում են, որ նա ինչ գեղեցիկ է, բայց ինձ համար չեմ գտնում իր գեղեցկությունը որտեղ է։ Բայց իրականում գեղեցկություն ինքը մի քիչ sense անհասկանալի բառ է ինձ համար, որովհետև ես գեղեցիկ օրինակ համարում եմ այն մարդկանց, ովքեր խարիզմատիկ են։ Ոչ թե ովքեր ունեն գեղեցիկ աչք, գեղեցիկ քիթ, գեղեցիկ բերան եւ այլն։ Ընդհանրապես թվում է հիմնականում, եթե թողենք մի կողմ առաջին հանդիպումը եւ առաջին անգամ մարդուն տեսնելը, հենց այդ վարքյանից հետո գեղեցկության ընկալումը ձևավորվում է մնացած բոլոր բաներով, այսինքն գեղեցիկ խոսքով, քո ասած խարիզմայով, ինքնավստահությամբ, շնորհքով, կոկիկությամբ եւ այս ամեն ինչով ու Աստիս ամենակարևորը խարիզման է, որովհետև եթե մարդը խարիզմատիկ է, ասեք, որ եթե անգամ ինքը մի քիչ էլ գեղեցիկ չի խոսում, բայց մեկը իր այդ հաճելի է շփվելը, դու ուզում ես իրան տեսնես ու իրան մտնում ես սենյակ, բոլորը շրջում են մարդու էներգետիկան էլ է իր մասին։ Էներգետիկան էլ է, բնական է, որ ես այսօր պետք է քեզ միան գովեմ։ Մեր իսկ ասես, օրինակ դու խուսափում ես գեշ
տգեղ բառեր օգտագործել, թե հստակ եթե ինչ-որ բանը քեզ համար տգեղ է, անվանում ես դա տգեղ։ Տգեղ բառը չէ, օգտագործում եմ։ Միանգամից ասում եմ, սա Եթե խոսքը վերաբերում է մարդուն, թե առհասարակ ես հարցնում։ Առհասարակ կարող է լինել երևույթ, կարող է լինել երևույթ ինչ-որ խորացա։ բնավորության գիծել մարդու մեջ, որը տգեղ է, օրինակ դու այդպես չասես, ասես մի բան, որը քեզ վանում է։ Նայած ինչ իրավիճակ է, եթե մարդու հետ է կապված, մի քիչ երևի զգուշորեն կմոտենամ ու մի քիչ երևի զգույշ կասեմ էլի որ դա ինձ դուր չի եկել, բայց այնպես կասեմ որ դիմացին չնեղանա, որովհետև ինձ համար շատ կարևոր է դիմացինի ներքինը։ Իսկ դու որ Ես չէ, ասում եմ։ ու ես Չէ, եթե վերաբերում է մարդուն, նայ, ինչ օրինակ բերեմ, հաստատ քո մասին քեզնով օրինակը բերեմ, ինչ որևէ քննարկում անելուց երբևէ չեմ ասի, չգիտեմ, տգեղ աճերկան կամ գեշա ու եթե նույնիսկ քո տեղը լիներ ուրիշ որևէ մարդ, չէ, եթե քո տեղը լիներ ուրիշ որևէ մարդ, որի արտաքինը ինձ դուր չգար, ես էլի չէի օգտագործի, որովհետև գեղեցիկ չի որ մարդու վերաբերյալ տենց բան ասեմ, որովհետև ամեն դեպքում շատ սուբյեկտիվ է ու դա կլիներ վիրավորան, ոչ թե ուղղակի քո մասին կարծիք այտնել կամ այդ տվյալ մարդու, որի արտաքինը դուրս չի գալիս, բայց եթե խոսքը վերաբերում է ինձ մտերիմ մարդկանց, որոնք չեն նեղանալու, վայ, այնքան եմ օգտագործում, չես էլ պատկերացնում շատ ասենք հիմա ինձ ընդհանրապես ոչինչ չի խանգարում որ ասենք ընկերս ինչ որ բան sense հակած գասիրը նայ բան sense ինչ սիրուն եմ ասեմ հիմա չես այ ուռոտ բան չէ չկա տենց բան եւ այլն ճիշտ է ասում շատ ուրախ եմ վրան կեղծես Մերի իսկ ասես քո վրա համացանցը ազդեցություն ունի գեղեցիկի ընկալման մասով օրինակ ես համամիտ եմ այն մտքի հետ, որ շատ հաճախ համացանցը մեր համար ստեղծում է գեղեցկության ստանդարտներ, որին մեր աչքը սկսում է սովորել եւ մտածել, որ օրինակ կա ինչ-որ տվյալով մարդ, որը մեզ համար գեղեցիկ է եւ երբ մարդը ունի ոչ նման արտաքին, մենք սկսում ենք մի փոքր ուրիշ ձև նայել։ Արդյոք քեզ վրա համացանցը այդ ազդեցություն ունի։ Մտածում էի այս ընթացքում արտաքնի հետ կապված երևի թե չէ, որովհետեւ օրինակ եթե համացանցում տարածվեն բարակ ունքերով օրինակ աղջիկները, բայց ես բարակ ունքեր չեմ սիրում ունենալ, ես երբևէ չեմ փոխի իմ հաստունքերը եւ սարքեմ ու դարձնեմ բարակ, օրինակ, կամ օրինակ չեմ անի ինչ որ միջամտություն, որը շատ մոդայիկ է ու գեղեցիկ, բայց ինձ համար գեղեցիկ չի։ Բայց ինչ վերաբերում է օրինակ հագուստին, գուցե անգամ լավ կերպով օգնի ինձ համացանցը հասկանալու համար, բայց նորաձևը ու ինձ էլ կսազի, ես արդեն որոշեմ մտածեմ այդ ուղությամբ գնեմ այդ տեսակ օրինակ հագուստ ու հասկանամ, որ նոր ոչ գտա իմ հետ կապված։ Այսինքն երբեմն շատ է օգնում, երբեմն օգտվում եմ համացանցից ու շատ ուրախ եմ հետևել առհասարակ նորաոճ մարդկանց ու ինչ որ բաներ ֆիքսել, բայց ինչը վերաբերում է հենց արտաքինին, կարծում եմ, որ չեն կարող իմ կարծիքը փոխել։ Բայց հիմա ինքան շատ են։ Բայց ես մի բան եմ ուզում ասել, որ ես իրականում դա նկատի չունեի, ես նկատի ունեի ֆիլտրված իրականությունը, երբ մարդը փորձում է ստեղծել, հա, սոցիալական հարթակում մի կերպար, որը իդեալականին մոտ է, հա, ես դա եմ ուզում ասել, տեսակ մարդու։ Ստացվում է, նույնիսկ տենց տերմին կա, եթե չեմ սխալվում, որը կներես, էլի, ճիշտ ուզում եմ հասկանամ ճիշտ եմ քեզ ընկալում։ Ֆիլտրված ասելով դու նկատի ունես այն ամեն ինչ, չգիտեմ, օրինակ, որ մարդը ինչ որ ֆիլտրներով այն ինչ որ նկարներ տեղադրում կամ Photoshop-ի նկարները, որ վերացնելով բոլորը ես հենց դա նկատի ունեմ եւ նաեւ ուզում եի ավելացնել որ նմանատիպ տերմին էլ կա որը կոչում են catfish երբ որ մարդ օրինակ իրականում ուրիշ ձև է կատու եւ զուկ ապրես ուղղակի սա Բորիսի 8-րդ անգլերեն բառը ես ուրախանում եմ էլի որ ինքը օգտագործում է ուզում եմ ուղղակի ասել որ կա նման տերմին երբ մարդը սոցիալական ցանցում այլ կերպ է ոնց որ ես էսպես եմ բայց երբ որ բացեմ օրինակ story անեմ այնպեսի ֆիլտր օգտագործեմ որտեղ չգիտեմ բերանից մեծակիցս փոքր ականջներս ուրիշ ձև է ու մարդիկ ինձ ընկալեն այնպես ինչպես իրանք դա տեսնում են ոնց ենք վերաբերվում նմանատիպ հա երևույթներին Ինքը մի քիչ բարդ հարց է, որովհետև հիմա չեմ կարողանա այսպես հստակ ինչ-որ բան ասել։ Իմ կարծիքը կասեմ իմ հետ կապված։ Ես օքեյ եմ, որ յուրաքանչյուր անի են ինչ-որ ուզում է։ Եթե ինչ-որ աղջիկ, ինչ-որ տղա թեկուս իրան հարմար ու գեղեցիկ ասում այդ պահին այդ story-ն անելով այդ ֆիլտրով, ոչինչ չեմ կարող ասել, ապրի ինքը։ Ես անձամբ չեմ սիրում դա, որովհետև ես չեմ սիրում չլինել։ Ես Երբեմն անգամ ես օրինակ չգիտեմ ունեցել եմ հիմա արդեն լավանում է բայց ունեցել եմ մաշկի խնդիր ու երբեմն հիշում եմ ես շատ story-ներ եմ արել կամ վիդեոներ եմ ունեցել որտեղ ես առհասարակ գրիմով չեմ ու այդ հետքերը կարմիր իմ դեմքին երևում են ու ես երբևէ չեմ մտածել
Բայց ես կարող տեսնեն ասեն, վայ, փաստորեն սիրուն չի։ Օրինակ, այդ վախը չեմ ունեցել, բայց համարում եմ նորմալ, որ մարդիկ ինչ որ բաներ ուզում են, չգիտեմ, ծածկել, կոծկել, որովհետև իրանք վստահ չեն զգում։ Ես ուղղակի անկեղծ կլինեմ ու կասեմ, որ ես մի քիչ շատ ինքնավստահ մարդ եմ այդ առումով, անկեղծ կլինեմ, այսինքն ես կոմպլեքսներ շատ քիչ ունեմ։ Եվ ուզում եմ բոլորին ասել, որ պետք է սիրել ձեր անձը, պետք է սիրեք ամենաշատը դուք, իմ կարծիքով, ու երբ որ այդ կարողանում եք հաղթահարել, այդ դրանից հետո արդեն քիչ է լինում կոծկելու բաները, եթե անգամ կան ինչ-որ բաներ, ձեզ անձամբ չեն խանգարում, չեք մտածում, վայ, սա սենց անեմ, որ ինչ-որ մեկը չտեսնի, մեծ հաշվով հետաքրքիր չի լինում, եթե դուք ձեզ սիրում եք այդպես։ Այ ձեր անձը սիրելու հետ կապված այդ միտքի հետ լրիվ համաձայն եմ։ Տես, եթե հարցը վերաբերում է նորմալ չի, դե նորմալ է։ Այնպես չի որ եթե մարդիկ ուզում են տենց նկարներ կամ սթորիներ կամ վիդեոներ տեղադրեն, հա, թող տեղադրեն, ուղղակի ես ուրիշ տեսանկյունից եմ մոտենում այդ հարցին, ես չեմ հասկանում ինչի։ Դա չեմ ասում նորմալ չի, ես անկեղծ, ամենայն անկեղծությամբ չեմ հասկանում ինչ են մարդիկ ուզում իրանց դեմքը այդքան փոխեն, հեսա կասեմ ինչի չեմ հասկանում նաև նոր տեղադրեն որևէ բաներ, որովհետև մանավանդ հիմա ինձ թվում է, եթե մարդը ուզում է եթե նպատակը դա է ավելի գեղեցիկ լինել, հա, երևալ հանրության ավելի հաճելի լինել, հակառակ էֆեկտ է տալիս։ Որովհետև բոլորը նայում են ու հասկանում են, որ դա ֆիլտր է ու անբնական է լինում հիմնականում այդ մարդուն չի համապատասխանում ու ոնց որ եթե նպատակը, չգիտեմ, ավելի գեղեցիկ ու հաճելի լինելն է 99% դեպքերում, բայց չգիտեմ, բնականից այդ մարդիկ ես համոզված եմ ավելի գեղեցիկ է եւ հաճելի, քան այդ ֆիլտրներով։ Որ գիտես, իրականում ես համամիտ եմ շատ քո հետ, բայց ես կարծում նախ որ հիմա այդ ֆիլտր չէ 100 այդ ֆիլտր օգտագործողներն էլ են քչացել։ Մենք բոլորս էլ օրինակ ես հիշեցի հենց նոր անկեղծ, որ օրինակ մի 5-6 տարի առաջ ես միշտ ինչ որ Snapchat-ներ շատ օրինակ trend-ային բոլորս օգտագործում, ու ասենք այդ Snapchat-ի այդ ֆիլտրները ու լրիվ ուրիշ դեմք են սարքում։ Ես հիշում եմ, որ ես այդ տեսակ օրինակ story-ներ եմ արել այդ տարիներ առաջ։ Կամ ինչ որ ֆիլտր կար։ Ինձ օրինակ փողոցում հիմնական դե աղջիկներն են շատ օգտագործում, որ մոտենում են իմ հետ նկարվելու, շատ են մարդիկ իմ հետ Snapchat-ով են խնդալու նենա որ ես էլ եմ քսված այդ նկարի մեջ որ դենքից որ պրոշներով մեծ բացես նկարում են քչացել են որովհետև արդեն գնալով մարդիկ սկսել են իրեն ինքնավստահ ավելի զգալ չգիտեմ ինչից է բայց դա ունի իր պատճառները հաստատ մարդիկ ովքեր շատ են սիրում իրենց թաքցնել դա ունի հստակ պատճառ վստահ եմ օրինակ իրենց սիրած տղան է մի օր մի ժամանակ իրենց ինչ-որ մի բան ասել ինչի համար այդ երեխեքը այդպես են եղել ըստ իս էլ ես տենց եմ կարծում կամ նույնիսկ ծնողներն են մի օր մի բան ասել եղբայրն է դպրոցի երեխեքը կամ ինչ որ այլ աղջկա ինչ որ մի հատ խոսքից հասկացել որ վայ ես տենց չեմ ես էլ տենց լինեմ մի խոսքով հաստատ կա ինչ որ պատճառ ըստ իս ինչի համար առասարակ աղջիկը հատկապես ունի ինքնագնահատականի խնդիր ու ես միշտ մտածել եմ որ իմ երեխուն աղջիկը թե տղա թե աղջիկ տղա էլ շատ կարևոր է ամենակարևորը երևի թե որ ինքը լինի ինքնավստահ երեխա ոչ միայն արտակնի հետ կապված, բայց առասարակ լինի ինքնավստահ, արտակնի հետ կապված նույնպես։ Տեսեք, մենք համացանցի այս կողմը նայեցինք, այսինքն այն որ մի քիչ առողջ են վերաբերվում եւ վերլուծում, բայց ուզում ենք մի հատ գանք այս հակառակ իրականությունը, որը չենք հերքում գոյություն ունի։ Նախ ես շատ համաձայն եմ ձեր երկուսի հետ, որ այո ինքնավստահությունը կարևոր է եւ ինչպես դու նշեցիր Մերի, պետք է սիրես ինքդ քեզ եւ ընդունես ինքդ քեզ։ Ուզում եմ ուղղակի հստակ ասել այն, որ եթե մարդը գնում է վիրահատության, դա իր անդրությունն է, դա իր մարմինն է, ամեն ոք կարող է անել այն, ինչ ինքն է ուզում ու վերջակետ։ Դա չի քննարկվում։ Ես ուզում եմ մենք այս իրավիճակին մի հատ նայենք ուրիշ տեսանկյունից վիրահատելու թեմային ընդհանուր մեր ընկալմանը եւ մեր արձագանքին մենք գիտենք որ համացանցը ընդհանրապես ունի ինքը շատ ուժեղ գործիք է ազդեցության տեսանկյունից ես այսօր կարող եմ փոստել մի բան որը Բորիսի վրա ունենա հստակ ազդեցություն կամ դրական կամ բացասական դա կախված է բնականաբար իմ փոստածի տեսանկյունից այսինքն նայած թե ես ինչպես եմ դա տեղադրում իմ ցանցում իմ սոցիալական էջում տեսեք կան մարդիկ որոնք սոցիալական ցանցում անում են մի բան, հա, իրենց մարմնի եւ իրենց գեղեցկության ստանդարտների, հա, տեսլականի արանքում, որը չի ընկալվում ճիշտ
բոլորիս համար։ Օրինակ բերեմ, հա։ Օրինակ պատկերացնենք մարդը ընդունում է իրան այնպեսին, ինչպեսին որ ինքը կա, եւ խոսում է նրա մասին, որ բոլորս պետքա սիրենք մեզ եւ ընդունենք այնպեսին, ինչպեսին որ կա։ Բայց մարդը գնում է դեպի ինչ-որ միջամտություն։ Ոնց ենք մենք այդտեղ ճիշտ փոխանցում մեր մեսիջը, որ համ չհակասենք մեր առաջին մտքին, որ մարդը պիտի լինի այնպեսին, ինչպեսին որ ինքը կա, համ համարենք ճիշտ վիրահատությունը։ Սենց մի հատ բան կա, որ պետքա, եթե դու ունես խնդիր, որը հնարավոր է լուծել, այսինքն խոսքը ոչ թե գնալ, սահանել եւ նոր դեմք դնելու մասին է, այլ օրինակ, չգիտեմ, մազերի գույնը սևա դուր չի գալիս, քեզ համար դու շատ ինքնավստահ կլինես, եթե լինես շիկահեր, գնաս ներկես։ Շատ քեզ խանգարում է քո, չգիտեմ, շրթունքների շատ չափազանց բարակ լինելը եւ դու կարծում ես, որ դու շատ ինքնավստահ կլինես, եթե դարձնես այն չափով, որը այն ծավալի, որը քեզ համար գեղեցիկ է, այդ դեպքում ինձ համար ես առհասարակ երբևէ չեմ դատել մարդկանց, ովքեր որևէ միջամտության են դիմում։ Ես պետք է չի որ դատեմ, բայց առհասարակ որևէ միջամտություն ես միշտ ասում եմ, եթե այդ մարդը հիմա իրան զգում է գեղեցիկ, հիմա զգում է ինքնավստահ, լավ է արել։ Ես այդպես եմ միշտ մտածում, բայց այստեղ հարց կա, արդյոք դա ինձ, չգիտեմ, ինչ չափով է դա արված եւ արդյոք դա ինձ համար ես կանեի այդպես, թե ես ինչ որ չափ ունեմ, որից ավել փոփոխության չի դիմի։ Օրինակ ո՞րն է, բայց որ երբեք չես անի։ Ես շրթունքներս օրինակ չեմ լցնի, կարծում եմ, կամ չգիտեմ, այստեղ սկուլաները չեմ, բայց չգիտեմ, գուցե 10 տարի հետո ես որոշեմ, որ ես ինձ էլ ավելի ինքնավստահ կզգամ, եթե այդպես լինի, այսինքն իմ ասածը այն է, որ եթե դու ունես ինչ-որ մի բան, որը քեզ այսպես չի թողնում լիովին լինել, լիովին, այսինքն ինչ-որ շտկում, որը քեզ չի թողնում լինել լիովին, ինքնավստահ պետք է դա անել, որովհետև դա դու ես, եթե քեզ ամեն օր նայելու ես հայելու մեջ ասես, վայ, այս մասից չգիտեմ, փոսի կա, կարող եմ գնալ ուղղել, ու դու ամեն օր չես ուղղելու դա, չգիտեմ հնարավոր է այս մասը ուղղել, թե չէ, ինչև է։ Ես կարծում եմ, որ պետք է դա անել, որովհետև եթե դու դրանից հետո, բայց եթե փոփոխություն խոսում ենք լրիվ, չգիտեմ, ինձ համար, էլի իմ կարծիքն է, լրիվ օքեյ է, որ դուք գնաք սահանեք լրիվ այլ դեմք օրինակ բերեք։ Բայց եթե շատ ահռելի փոփոխության մասին ես անձամբ միշտ կողմ չեմ, որ մարդը սենց գալիս է, եկել չես հասկանում, այս ինչքան բան է փոփոխած, էլի, սենց, հա, տիկնիկա նման է, տեսքը չեմ սիրում, բայց բոլորի ընտրությունն է, կարող է 10 տարի հետո ես որոշում եմ տիկնիկա նման գեղեցկություն ունենալ։ Տեսեք, եթե օրինակ վերցնենք ինձ, ես վաղը գնամ վիրահատեմ իմ քիթը եւ օրինակ վիրահատեմ աչքերս եւ դրանից առաջ ես միշտ ասել եմ, որ պետք է սիրել այնպես ինչպես որ դու կաս եւ ունեմ լսարան, որը հավատում է այդ մտքին, բայց ես փոխվել ես։ Հիմա լուրջ ծեւ ես մտածում։ Հենց այդ է ուզում ասեի, բայց փոխվում եմ 20 տարի անց ու ամեն ինչ վիրահատում եմ։ Աչք, քիթ, բերան, ոտքեր, ամեն ինչը որ այդ բանի սիրտս տալիս է։ Եվ դեռ քեզ էլ չես սիրում այդ տեսքով։ Այ դրանից։ Բայց այդ ժամանակ սիրել ես, ասել ես ձեզ սիրեք այնպեսին, ինչպես կա։ Այդ մտքի փոխանցումն է ուզում ասել, որովհետև տարբեր մեդիաներ ունեն տարբեր տարիքային, հա, թիրախային խմբեր, կա ինչ-որ մարդ ում լսարանը դեռահասն է, կա մարդ, որի լսարանը, չգիտեմ, չափահաս մարդիկ են եւ իրանց հեշտ է տարբերակել վատը եւ լավը, ու այստեղ որպես մեդիա դեմքեր բնականաբար ունենք պատասխանատվություն այնքանով, որ յուրաքանչյուր խոսքի ետևում կանգնած պետք է լինի քո ենթագիտակցությունը, որը ասի՝ մի րոպե, բայց սա ճիշտ միտք էր ընդհանրապես, թե չէ։ Ես հենց այդ էի ուզում խոսեի։ Մի բան ասեմ, եթե դու իմ ասածը այն է, հենց այդ տողը այդպես չսարքենք ինչ-որ, իմ ասածը այն է, որ եթե դու օրինակ քեզ այսպես չես սիրում, այսինքն քեզ ինչ-որ մի բան խանգարում է, ուզում ես գնաս, մազերդ ուղիղացնես, քեզ խոճուճ դուր չի գալիս, դու պիտի դա անես, որպեսզի քեզ սիրես այդպես, այսինքն դու քեզ ընկալես այդպես, սիրես այդպես։ Եթե դու ամբողջ կյանք պիտի մնաս խոճուճ մազերով ամեն օր մտածես, որ վայ, այս ինչ գեշ է, վայ, այս ինչ գեշ է, օրինակ, էլի, ու չանես այդ փոփոխություն, որը հնարավոր է անել եւ քեզ սիրել ահա որ այդ կերպ։ Ես չեմ ընկալում ինչի դա չանել։
Ուղղակի ամեն մարդ ունի իր չափը, իր չափի զգացողությունը։ Մարդ կա կբավարարվի մազերը ուղիղացնելով, մարդ կա կմտածի, որ ունքն էլ պետք է սենց անել, աչքը սենց անել, քիթը սենց անել եւ այլն։ Այդ արդեն մի քիչ, չգիտեմ, եւի ծնված օրվանից, ընտանիքից, ընկերներից, շրջապատից, ընկալումից ամեն ինչից է գալիս։ Բայց ես կարծում եմ, որ պետք է մաքսիմալ քեզ կոմֆորտ ստեղծես։ Եթե օրինակ դու ունես այս տվյալ խնդիրը, որը հնարավոր է, մի խնդիր, որի համար դու քեզ մի քիչ այն չես զգում, հետո որ ասում եմ սիրեք ձեզ, այդ չի նշանակում, որ օրինակ, չգիտեմ, դու ունես այսպիսի քիթ, քեզ այդ մի քիչ խանգարում է, ես միշտ ինձ սիրել եմ։ Յուրաքանչյուր տարիքում, յուրաքանչյուր խնդրով ես եղել եմ ինչ-որ շրջանում մի փոքր գեր, ավելորդ քաշով, ինչ-որ շրջանում, չգիտեմ, ինչ-որ մի բան էս մի ձևով, մազերիս գույնը մի ձևով, գուցե դա ինձ դուր չի եկել, բայց ես մեկը ինձ սիրել եմ։ Դա ներսից մի հատ բան է, որը կարծում եմ երբեմն կապ չունի ընդհանրապես արտաքնիդ հետ, ինչդ ոնց է, ինչ ձևով է, ուղղակի ներսից ինքնավստահություն է, որը ըստիս գալիս է մանկությունից, եթե անկեղծ լինեմ, ծնողներից, նրանից, որ դու միշտ զգաս, որ դու սիրված ես, միշտ գնահատված ես, այդ ամենից հետո նրանք արդեն մանր բաներ են, որ մեծանում ես, ինչ որ միտեղ տեսնում ես շտկելու կարիք կա, շտկում ես։ Շատ լավ բան է, եթե մարդիկ որ քարոզում են ու մարդիկ կան, որ իրանք ցույց են ինչպեսին որ կան։ Շատ լավ բան է դա, մերի ասած, այդ ինքդ քեզ սիրել է, ինքնավստահությունն անուշ լինի։ Բայց հակառակ կողմն էլ կա, օրինակ մարդիկ կան, որ մի ամբողջ կյանք ինչ որ բանի պատճառով տառապում են, որովհետև դա հիմա չի ստացվում։ Իրանք չեն կարող սիրեն իրանք օրինակի համար ականջու չի ստացվում։ Հիմա չեմ կարող, ինչ անես բա։ Ես հիմա չի ստացվում, հիմա ես չեմ կարող անդադ ամեն օր նայելու եմ հայլու մեջ, ամեն օր ականջս ազդի վրաս ինձ դուր չգա, իմ տրամադրությունը ինչ որ չափով փչանա այդ օրվա համար, բա ինչ անես։ Ես օրինակ կներես համաձայն եմ, հա։ Ես օրինակ չեմ էլ հասկանում այն մարդկանց, որ օրինակ ասում եմ, վայ ինչ սիրուն է ինքը, ասում եմ, բայց բանա վիրահատվել է։ Ես էլ չեմ հասկանում։ Անկեղծ չեմ հասկանում։ Սիրուն է, հիմա թե ասենք վիրահատվել է, հետո է սիրուն, թե ասենք իծն է սիրուն, թե ասենք ռեինկարնացիա է ապրել այն ժամանակ էր սիրուն, հիմա ինչ դա սիրուն է։ Նախ մի նախադասություն, որի մեջ պետք է ասես, բայց արդեն սկզբի մասը նշանակություն չի ունենում։ Եթե ասում ես մարդը սիրուն է, բայց այն սկզբի մասը այլևս կորցնում է իր ուժը, դրա համար պետք է ամեն դեպքում այդ բայց վիրահատվելը ընդհանրապես հանենք։ Մեկ էլ մի բան էլ ուզում ասել, կներես, իրա ավարտեմ նոր հազար ներողություն։ Մեր օրերում հիմա շատ հեշտ է սթորի անել կամ ինչ որ միտեղ հավաքույթի ժամանակ, քննարկման ժամանակ ասել, հա ես ինչ ցնցում եմ, ինչպեսին որ ես կամ, բայց այդտեղ մի հատ կարևոր շատ լավ է, եթե տենց է, բայց մի հատ կարևոր փաստ կա, որ դու չգիտեմ, գիշերը գնում ես պարկում ես քնելու, որ ինքդ քո հետ մենակ ես։ Դու այդ ժամանակ ընդունում ես ինչպեսին կասք ես, թե դու ինչ որ բաներից էլի նեղվում ես։ Սա շատ կարևոր փաստ է, օրինակ կարելի է ես կարամ սթորի անեմ ու ասեմ ժողովուրդ, ես ինձ սիրում եմ ինչպես որ կամ ունենալով որևէ, չգիտեմ, ասենք ես ունքս այս մեկը չի աճում։ Չգիտեմ, այդտեղ դատար կա, հա։ Ես դες սթորի անեմ, դες քարոզ տանեմ, մարդկանց դա թելադրեմ, մարդկանց ասեմ դուք էլ եթե ունեք որևէ խնդիր ընդունեք, բայց ես իրականում շատ մեծ հավանականությամբ անդադ նեղվելու եմ։ Նորից եմ կրկնում, շատ լավ բան է, որ մարդը իրան սիրում է, ընդունում է ոնց որ կա։ Եթե որևէ փոքրիկ բան կա, որի փոփոխությամբ ոնց որ մերին նշում ավելի շատ իրանք սիրի, թույն թողանի, բայց ինչով է լավ այդ ամեն ինչը, որ մարդկանց քարոզվի կամ բացատրվի կամ ասվի, որ պետքա սիրել քեզ նենց ոնց կաս, որ այմ համար օրինակ ահավոր է, որ մարդը գնում է ոդկից գլուխ ամեն ինչը փոխում է։ Ահավոր ես օրինակ չի անի երբեք, դրա համար եմ ասում ահավոր էլի, չեմ փորձում որևէ մեկին քննադատել, բայց ասեմ մի տեսակ լավ չի, շատ դեպքերում իմաստ չի ունենում։ Շատ դեպքերում մարդը, որը գեղեցիկ է, որը չունի որևէ խնդիր, Instagram-ի եւ սոցցանցերի, հա, թելադրված գեղեցկության որևէ ստանդարտների պատճառով, որ ինքը նայել է ու ուղղակի ուզում է տենց լինի։ Բայց ըստիս գեղեցիկը այնպես չի, որ մենակ է դա։ Հա, ու նաև ոնց որ հիմա թելադրվում է, ու գնում է իրան ոդկից գլուխ փոխվում է, չգիտեմ, վիրահատում է, օրերով սոված է մնում, չի ուտում հիմնականում աղջիկները, որ ինչ որ հատուկ ֆիգուրայի համապատասխան են, որը գեղեցիկ են համարում, վնասելով առողջությանը շատ sense գլոբալ ձևերով, բայց որ այդ բանին լինեն նիհար։ Էլի եմ ասում, ամեն մեկի ընտրությունն է, բայց ինչի եմ ոչ թե ասում եմ չի կարելի անել կամ չգիտեմ որևէ վատ բան իմ մոտ առաջացնում այդ արարքը, այլ ես չեմ հասկանում ինչի, որովհետև անկեղծ ես շատ գեղեցիկ աղջիկների եմ ճանաչում շրջապատից, որոնք տառապում են։ Անիմաստ, որ վայ, կերա մի բան, այսօր չգիտեմ, 3 տորտ եմ կերել, վայ, ոնց խի կերա ես, ինչի կերա, հեսա կչաղանամ, հեսա վсё արդեն ճաղացա, ես գեշեմ, ինչի, չէ։ Գիտես, այստեղ շատ կներես, այդ դեպքում լավ է որ մարդը ինքը իրան ընդունի։
Okay, ես մի քիչ չաղացա, սենց էլ եմ լավ, կարամ նիհարեմ, եթե ուզում եմ, կարամ մի քիչ չաղանամ, եթե ուզում եմ, բայց ոչ մեկ չի ասում, որ դու գեշ ես, խես դու ինքդ քեզ սարքում եւ համարում գեշ։ Ես չեմ հասկանում։ Էս ասեմ պատասխանի։ Զուտ եկեք ուզում եմ ասել եկեք հանենք այդ տողը, որովհետեւ այդպես չի էլ ասվել ի սկզբանե, սիրել այդպեսին ինչպեսին կա, որովհետեւ ոնց ասեցինք ու ոնց հասկացանք, ընթացիկ մարդը կարող է ինչ-որ փոփոխություն անում, դրանից հետո է սիրում իրան այդպեսին։ Դրա համար սիրել այնպեսին ինչպեսին կա, հա, շատ լավ կլինի, բայց եթե անգամ այդպես ինչ-որ փոփոխությունից հետո եք ձեզ սիրում, սիրեք այդպես։ Ոնց ուզում եք ձեզ սիրեք, կարևորը սիրեք, ինչից հետո ուզում եք ձեզ սիրեք, կարևորը սիրեք։ Այսքանը ասեմ, այդ սիրենք այնպեսին ինչպեսին կանում, մարդիկ կխորանան, որ բա մի խոսքով այդքանը այդ է։ Գեղեցկության ստանդարտների մասով, երբ որ խոսում ենք, չէ՞, մարդիկ հաճախ գնում են նիհարելուն կամ ինչ-որ փոփոխությանը, այդ լրիվ ինձ համար օրինակ հոգեբանական մակարդակի է, որովհետև օրինակ այսօրվա հա դեռահասները, որոնք նայում են ինչ-որ մի բան, որը կարող է լինել ակտուալ եւ թրենդային ու փորձում են կրկնօրինակեն։ Դա կարող է գալ նրանից, որ երեխան, որը ընտանիքում օրինակ շատ ուշադրություն չի ունենում կամ շատ հաճախ իրեն չեն ասում, գիտես, դու շատ սիրուն ես, կամ գիտես, պետք է սիրել այնպեսին ինչպեսին որ դու կաս եւ եթե չես սիրում քեզ կարող ես գնալ փոխել եւ լինել այնպեսին ինչպեսին որ դու քեզ ես ընդունում ու սիրում գալով այդ մեր քննարկման կետին ուստեղ ամենակարևոր բառը բնականաբար սիրելն է բայց սոցիալական ցանցերում դա այդքան թափանցիկ չի իմ կարծիքով այսինքն եթե ես տեսնում եմ մարդու որը գեղեցիկ է, հմայիչ է, խարիզմատիկ է, այս տարիքում կարող եմ ունենալ իմ ընկալումը այդ գեղեցկության մասին եւ կարող եմ հասկանալ որ մերին իր տեղում է գեղեցկուհի եւ պետք չի համեմատվել, հա, եւ մերին իր ճանապարհն է անցել գեղեցկության։ Մարդը չի կարող օրինակ ինձ համար առավոտյան արթնանալ մի օրում ու մի վայրկյանում ասել ես գեղեցիկ եմ, չէ։ Քո հետ կյանքում հետապային փոփոխություններ են։ Դե բնականաբար Բորիսը միշտ է եղել, ծննդատանը երբ դուրս է եկել, այդ թղթի վրա քաշի կողքը գրել են գեղեցիկ Բորիս։ Գեղեցիկ տղամարդ։ Ուզում եմ ասել, որ շատ հաճախ դա փուլային է գալիս, եւ դու դրան գալիս ես կյանքի ինչ-որ փուլերից հետո։ Եղել է փուլ, որ ես ինձ չեմ սիրել։ Ես մտածել եմ, որ միգուցե պետք է ինչ-որ փոխել, հա։ Ու դա է նորմալ։ Ես չգիտեմ ինչի Կոլեգասամ ծանոթացեք եւ գալիս է փուլ երբ դու հասկանում ես որ ամեն ինչն էլ նորմալ է այդ սխեմայի մեջ պետք է ինքդ քեզ քննադատել եւ ընկնել մի գեղեցկության հոլովման ու սահմանման հետևից որը քո մասին չի որովհետեւ այդ նույն գեղեցիկ մազերը գեղեցիկ թևերը ունքերը ամեն ինչը կարող է քո վրա եւ քեզ համար այդքան գեղեցիկ չլինի Ոնց եք վերաբերում եմ մարդկանց ում կյանքի նպատակը մենակ գեղեցկությունն է, այսինքն գեղեցիկ լինելը։ Ուրիշ ոչ մի բան տարված չէ։ Ես թե մենի։ Մենակ դու ես պատասխան։ Ով ուզում է։ Ով ուզում է։ Պատասխանեք։ Եթե չեք ուզում կարող արհամարեք։ Դա դժվար հարց է, թե պատասխանելը դժվար է։ Դժվար է, բայց իմ կարծիքով, եթե կենտրոնացում եք քո անձի անհատականության մասին միայն գեղեցկությունն է, եւ դու սահմանափակվում ես միայն քո տեսքով, արդեն սխալ է, որովհետեւ գեղեցկությունը մի կոմպոնենտ չի։ Մարդը կարա արտաքինից լինի էտալոն, բայց բարևելուց հետո ուզենես շրջվել եւ դուրս գալ սենյակից, էլի։ Իմ համար գեղեցկությունը միայն տեսքի մասին չի։ Երբ որ ես դեռահաս էի, տեսքի մասին էր, բնականաբար, որտեղ այդ ժամանակ այդքան պատկերացում եւ ընկալումներս մեծ չէին, էլի, բայց ես հիմա կարող եմ ասել, որ ես մարդուն միայն արտաքնապես չեմ ընդունում։ Ես սպասում եմ, երբ ինքը իր մտքերը կասի ու կհասկանամ գեղեցիկա իմ համար թե չէ։ Խարիզմատիկա թե չէ։ Բայց ո՞նց պիտի վերաբերվենք։ Իսկ նման մարդ չկա, որ ուղակի ինձ թվում է մենք որևէ մեկը չենք շփվում, ասենք 10 րոպեից ավել մի մարդու հետ, որ զգում ենք այդ մարդու նպատակը եւ առասարակ այս կյանքի հաղթա հարման փուլը մենակ կապված է իր ինչ որ արտաքին գեղեցկության հետ կապված իր հաջողությունը միակ այս կյանքում է, որ ինքը ունի օրինակ գեղեցիկ աչքեր։ Իսկ ձեր կարծիքով մարդը հնարավոր չի խոսալ 10 րոպեից ավել։ Իսկ ձեր կարծիքով իրական կյանքում կան այդպիսի գեղեցկության էտալոններ, ոնց որ մենք տեսնում ենք սոցցանցերում մարդկանց էջերում, այսինքն ուզում եմ ասել վերջո այդ ամեն ինչ որպես չգիտեմ նորաձևության ինչ որ ամսագրերի հա էջերին որ տեսնում եք սոցցանցերում որ տեսնում եք ֆիլմերում եւ այլ տեղերում այդ մարդիկ իրականում ոնց է կարծում հիմնականում էլի չեմ ասում ամբողջ 100%-ի մասին իրականում այդքան իդեալական են թե որ իրական մարդուն իրական կյանքում այդ մարդուն որ տեսնես կզգաս որ չէ քոպես մարդային սովորական
պես չի որ ոնց որ դու էկրանի իրան տեսնում ու զարմանում ասում ես ոնց կարելի է այսքան գեղեցիկ լինել, իրականում տենց է։ Օրինակ համացանցի ժամանակաշրջանում այդ շատ հեշտ է, որովհետև մենք կարող ենք ամսագրի գլխավոր էջին տեսնել Լեոնարդո Դիկապրիոին, հետո տեսնել ինչ որ հեռախոսով նկարած հատված, երբ ինքը մտնում է խանութ ու իրան իրական կյանքում էլ տեսնել ու հասկանալ Որ արդյոք ինքը գեղեցիկ է։ որ ինքը բնականաբար այո բոլոր ժամանակների գեղեցիկն է Գեղեցիկի մասին չեմ ասում, ես ասում եմ այդքան իդեալական են իրական կյանքում բոլորը թե չէ։ Այդ էս մասը ու հասկանալ, որ այն իդեալական ռետուշ արած ամսագրի վրա հա այդ լուսանկարը կարող է մի փոքր նման չլիներ Դիկապրիոյի այդ իրականում հա խանութ գնալուց այդ հացը ձեռքին պատկերին, բայց ինձ դա չի խանգարում, որովհետև ես իմ մեջ ունեմ սահմանումները գեղեցկության, ինձ համար ինքը մեկը գեղեցիկ է, դրանից ոչինչ չի փոխվում։ Ստեղ ուրիշ բան, այդ նայողը ամսագրին որ տարիքային խմբում է։ Ես կարող եմ շատ եմ խոսում այսօր այդ թեմայից, բայց դեռահասը, որը նայում է այդ ամսագրի էջին, ինքը նույն ձև չի նայելու ոնց մենք 3-ս ենք նայում եւ ոնց մենք 3-ս ենք ընդունում Դիկապրիոյին։ Ես դրա համար եմ ուզում խոսենք դրա մասին, որովհետեւ հիմա այ մեծամասամբ շատ-շատերի մոտ այդ սեփական արտաքին այ թե արտաքինից ենք խոսում չընկալելու խնդիրը գալիս է հիմնականում դա ընտանիքից էլ է գալիս է շրջապատից էլ է գալիս, բայց շատ դեպքերում իմ կարծիքով նաև գալիս է այդ սոցցանցերով որ մարդիկ նայում են ու տեսնում են իդեալական պատկերներ, որոնք ըստիս կյանքում ու չեմ փորձում այդ մարդկանց քննադատել, բայց ուղղակի իրականությունն եմ ասում, ես էլ եմ տենց, ես իմ նկարների մեջ, որ ինչ որ սոցցանցում նկար եմ գցում, փորձում եմ ավելի գեղեցիկ լինել, այդ նկարը սարքում են մի քիչ բայց քեզ պետք չի որ դու միշտ շատ գեղեցիկ ես։ Բայց իրական կյանքում որ ես նայեմ, միգուցե մարդիկ նայեն ու հասկանան, որ չէ, իրանց այդ իմ կերպարը, իզնով օրինակ բերեմ, որ անկարծ որևէ մեկը չմտածի իրան վիրավորում եմ, որ իմ կերպարը որ իրանց մոտ կար, որ տեսել են անընդհատ ինչ որ ձևավորվել է իրենց մտքի մեջ, այդքան էլ այդ տենց չի համապատասխանում իրականությանը։ Դե նա ինձ թվում է յուրաքանչյուրը գիտակցում է, որ օրինակ տվյալ աշխարհահռչակ, չգիտեմ, անձը բնականաբար ամսագրին այլ կերպ է, տանը այլ կերպ ու բնականաբար մազերը հավասար չի, ինքն էլ սովորական մարդ է, երբ որ քնից արտանում է հաստատ այն նույն տեսքով չի, որը օրինակ մենք իրեն տեսնում ենք ֆիլմերում կամ, չգիտեմ, տեսահոլովակներում, այսինքն ինձ թվում է մեր տարիքի մարդիկ յուրաքանչյուրը գիտակցում են, որ ինքը պլյուս մինուս ինչ որ նույն մարդ, այդ մարդն է, բայց հա բնականաբար այդքան իդեալական չի ու իդեալական մեծ հաշվով երևի պետք էլ չի լինել, օրինակ որովհետև ես մեկ-մեկ այդ նույն մարդկանց նման այդ խանութ գնալուց նկարներին ես ավելի եմ հավանում, քան օրինակ իրենց այսպես մազերով, չգիտեմ, այդ ընկալում ենք ճիշտ ես ասում, բայց մեկ այդ ես օրինակ շատ եմ ճանաչում, որ իրենց համար լուրջ եմ ասում, մի հատ ավել կերած, չգիտեմ կարտոֆիլ ֆրին մեծ խնդիր է դառնում հաջորդ օրը, որովհետև տառապում են ոգերին, որովհետև հաջորդ օրը արթնանում են ու իրաց թվում է, որ վերջ իրանք չաղացել են 3 գրամ։ Իմ կարծիքով, եթե այդ տեսակ են մարդիկ ուզում նիհարել, այստեղ գուցե մի քիչ կոպիտ նայ, հիմա կասեմ ճիշտ։ Եթե այդ մարդիկ այդ տեսակ ուզում են հաջորդ օրը, մյուս 10 օրը, 2 տարի ունենալ ինչ որ տեսք, որը հիմա որին իրանք մոտ չեն, պետք չի ուտել դա։ Եթե կերել եք, իմաստ չկա նվնվալու, որ դա կերել եք, всё, հաջորդ տարվանից սկսեք դա, որովհետև եթե ձեզ պետք է այդպես չլինել, մի կերեք այդ կարտոֆիլ ֆրի։ Եթե այդքան կամքի ուժ չկա եւ ուտում եք, ապա խնդրում եմ չնվնվալ, որովհետև ես էլ չեմ սիրում այդ, որովհետև ես էլ օրինակ սպորտով եմ զբաղվում, ես էլ հիմա ունեմ ինչ որ նպատակ, ինչ որ չգիտեմ, մի խոսքով բայց երբ որ ես երեկոյան սոված եմ լինում եւ ասում չէ, պետք է ամեն դեպքում շատ սոված եմ, պետք է սա ուտեմ, ես ուտում եմ դրա մասին չեմ անդադ ասում, ես կերա, ինչի կերա, որովհետեւ որոշումը իմն է, ես կերա, չէ, դու չստիպեցիր մերես կուտես, ես կերա, վերջ, անցանք հաջորդ օրը, բայց իրական ամենաճիշտը, ուղղակի եթե այդ տեսակ քեզ պետք է, շատ կարևոր է ունենալ կամքի ուժ, երբ ունես կամքի ուժ ու չես ուտում այդ կարտոֆիլը, քո հոգին եւ սիրտը հանգիստ է հաջորդ օրը։ Հենց վերջը իմ այս ամբողջ այս օրինակի եւ ասացի եւ հա ինչ ուղղությամբ էի տանում ես իմ խոսակցությունը։ Ես ուզում եի ուղղակի ասեի, ասես դիմա մեր հետևորդներին, որ
իրականում չկա իդեալական գեղեցկություն, հա, այդ ամեն մեկն նախ գեղեցկությունը շատ սուբյեկտիվ է, երբևէ օբյեկտիվ չէ, ամեն մեկի համար յուրովի է գեղեցկությունը, ամեն մեկը ունի իր գեղեցկության ընկալումները ու վերջիվերջո ամենակարևորը երբևէ պետք չի նայել ֆիլմերում, չգիտեմ, ինտերնետում, ամսագրերում որևէ մարդկանց ու ասել, բայ ես ինչի սենց չեմ, որովհետև նախ իրանք էլ իրականում, տես չեմ ոնց որ դուք տեսնում եք ամսագրում, երկրորդն էլ պետք չի տառապել դրա համար, որովհետև եթե դուք օքեյ, եթե ուզում եք որևէ փոփոխություն անել, պետք է գնալ ուղղակի անել, պետք չի որևէ դեպքում այդ փոփոխությունը անելու, չգիտեմ, նիհարելու ընթացքում, եթե չգիտեմ, կես տարի պարապում ես, որ նիհարես, այդ կես տարին պետք չի տառապել ու մտածել, որ դու գեշ ես, որովհետև տենց չի։ Դու ուղղակի նիհարում ես, այնպես չի, որ դու շատ տգեղ ես ու մեկ էլ հեսա դառնում ես գեղեցիկ։ Դու այն ժամանակ էլ ես գեղեցիկ, հիմա որոշում ես որևէ փոփոխություն անես, որը քեզ ավելի շատ դուր կգա։ Ու այդ ժամանակ էլ ես գեղեցիկ։ Մեկը գեղեցիկ եք։ Մերի շնորհակալ եմ զրույցի համար, շատ հետաքրքիր էր, հուսով եմ, որ մեզ դիտողներն էլ գեղեցկության մասին իրենց կարծիքի ընկալման կամ այն թեմաների մասին, որը իրենք միշտ մտածել են գեղեցկության մասին, ինչ որ նոր բան իմացան կամ նոր տեսանկյունից մտածեցին, բայց կա մի բան, որը անպայման վերջում ուզում եմ ասել, միգուցե մեզ դիտում են մարդիկ, որոնք ինչ որ մեկին ուզում են նմանվել, հա, ունեն ինչ որ հերոսի իդեալ, հա, ռոլ մոդել, որին ուզում են նմանվել, դա կլինի, չգիտեմ, Բորիսին նմանվել, Մերին նմանվել, ինչ որ մեկին։ Խնդրում եմ, որ սիրեք ձեզ, գնահատեք ձեզ, եթե ուզում եք փոխվել, միանշանակ գնացեք դրան։ Եթե չեք ցանկանում, էլի դուք սիրուն եք, գեղեցիկ եք, ամենակարևոր բանը սիրուն բառը օգտագործելիս, եղեք ներդաշնակ, եղեք խաղաղ ձեր հետ, ու անպայման մեկնաբանություններ գրեք, թե ով է ձեզ համար ամենագեղեցիկ մարդը։ Իսկ ձեզ հետ մեր երեքից բայց բոլորի կողմից ամենասիրված եւ ամենագեղեցիկ Բորիսը եւ ընդհանրապես ոչ մի բանով չզիջող, նույնիսկ շատ հարցերում առավել գեղեցիկ, որովհետեւ տենց էլ պիտի լիներ ջել կան եւ իհարկե մեկ էլ եւ ամենագեղեցկուհի էտալոն գեղեցկության մեր կհանդիպենք մյուս շաբաթ, հաջողություն։ Հաջողություն։